Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, փառք Աստծո, որ մենք այսօր էլ այս Սուրբ Գեղեցիկ օրը կենթանենք եւ կարող ենք գալ Աստծո ոտքերի մոտ եւ սովորել նրանից։ Եվ խնդրենք Աստծուն, որ նա տա մեզ իր Սուրբ Հոգին եւ Հիսուսի շնորհքը թափի մեր վրա, որպեսզի մենք լսենք, ճիշտ հասկանանք, ուսումնասիրենք, ճիշտ հասկանանք եւ Հիսուսի շնորհքով իրագործենք մեր կյանքում։ Հիսուսի անունով ամեն։ Մենք գիտենք, որ այս երամսյակ մենք ուսումնասիրում ենք Մարկոսի ավետարանը եւ արդեն հասել ենք 10-րդ դասին, որը կոչվում է Վերջին օրերը։ Եվ հիշելու համարն է Մարկոս 13:26-ից 27 համարները, այն ժամանակ կտեսնեն մարդու որդուն, որ գալիս է ամպերի վրայով մեծ զորությամբ ու փառքով։ Այն ժամանակ նա կուղարկի իր հրեշտակներին եւ կհավաքի իր ընտրյալներին 4 կողմերից երկրի ծայրից մինչև երկնքի ծայրը։ Ուրեմն այսօր մենք ուսումնասիրենք Մարկոս 12-րդ գլխի վերջին համարները եւ նաեւ Մարկոս 13 գլխի 1-ից 32 համարները։ Ամենաառաջինը կարդանք Մարկոս 12 գլխի 38 համարից սկսած, ինչու, որտեվ 38-ից մինչև 40-ը պարզաբանում է այն հատվածը, որը մենք պետք է կարդանք։ Հիսուսը իր ուսուցման մեջ նրանց ասում էր. «Զգուշացեք դպիրներից, որոնց դուր է գալիս փառավոր հագուստներով ման գալ ու հրապարակներում հարգալից ողջույններ ընդունել, հրապարակներում հարգալից ողջույններ ընդունել, ժողորաներում առաջին աթոռները զբաղեցնել, ընթրիքներին առաջին տեղերը, իսկն շատ փառամոլ մարդիկ էին։ Նրանք այրիների ունեցածն են ուտում ու ցուցադրաբար երկարաղոտ են անում, նրանք ավելի խիստ են պատժվելու»։ Այսինքն Հիսուսը այստեղ պարզ նշում է, որ ինքը լավ գիտի, թե ինչ է կատարվում իրենց կյանքում։ Ասում է, այրիների ունեցածը ուտում է, այսինքն այն ինչով որ պիտի օգնեին այրիներին, չեն օգնում եւ բացի այդ մի բան էլ թալանում են։ Եվ հետո զարմանալի է, որ մյուս համարներում տեսեք ինչ է կատարվում։ Հիսուսը գանձանակի դիմաց նստած նայում էր, թե ժողովուրդն ինչպես էր գանձանակի մեջ փող գցում։ Ուրեմն այս գանձանակները 13 հատ գանձանակ գտնվում էին այն բակում, որը կոչվում էր կանանց բակ, որտեղ այն ժամանակվա տաճարում կանայք իրավունք չունեին տղամարդկանց հետ միասին կանել ու լսել ռաբիներին, այլ առանձին տեղ էին իրանք կանում ու լսում։ Եվ դա կոչվում էր կանանց բակ։ Եվ ուրեմն Հիսուսը նայում է, թե ինչպես են մարդիկ այդ գանձանակի մեջ գցում իրենց փողերը։ Շատ հարուստներ մեծ գումար էին գցում։ Մի աղքատ այրի կին եկավ, 2 լումա գցեց, այսինքն մի նաքարակիտ, որը շատ քիչ է, շատ քիչ։ Այժմ Հիսուս աշակերտներին իր մոտ կանչեց ու նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս աղքատ այրին ավելի շատ գցեց գանձանակի մեջ, քան մյուսները, որովհետև բոլորն իրենց ավելացածից գցեցին, մինչդեռ նա չքավոր լինելով գցեց այն ինչ ուներ, իր ամբողջ ապրուստը»։ Ուրեմն հետաքրքիր է, որ ինքը Հիսուսը այստեղ ասում է, որ այրիների ունեցած ուտում են։ Բայց երբ որ տեսնում է, որ այս այրին բերում է եւ գանձանակի մեջ փող է գցում, չի ասում, տեսեք այս կինը ինչ հիմար է։ Սրանք բոլորը խաբեբաներ են։ Աստծո փողերը ուտում են։ Իրենց համար են օգտագործում։ Այս կինն էլ միամիտ
բերել է ու իր վերջին կոպեկը տալիս է Աստծո գործին, այսպես ասենք, ոչ նա դա չասեց, այլ ընդհակառակը գովեց։ Ասում է ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս աղքատայրին ավելի շատ գցեց գանդանակի մեջ, քան մյուսները, որտեվ իր ամբողջ ապրուստը գցեց։ Ուրեմն այն փողը, որ գցեց այս այրին, հավասար էր դինարի այն ժամանակվա փողի 1/32 մասին, այսինքն դա հավասար էր օրավարձով աշխատողի սովորական աշխատավարձի։ Հետևաբար, կնոջ նվիրատվությունը բավականին համեստ էր։ Սակայն նրա զոհաբերությունը տպավորություն գործեց Հիսուսի վրա, շատ հարուստներ մեծ գումարներ էին նվիրաբերում, նա չի ասում նրանց նվերների մասին, չի հիշատակում նրանց, սակայն նա գովաբանեց այրի կնոջ ընծան։ Նա ասաց, որ այդ կինը մյուսներից ավելին է տվել։ Ինչպես է դա հնարավոր։ Հիսուսը նշում է, որ նրանք տվել են իրենց առատությունից, իսկ այդ կինը իր աղքատ ունեցվածքից։ Այսինքն, տալուց հետո նրանց մոտ դեռ շատ բան է մնում, ասենք թե իրանք տալիս են իրենց ունեցածի 10% կամ 20 կամ 30% հարուստների, իրանց մնում է 70%, 80, 90 կամ 95, բայց այս կինը տվեց այն ամեն ինչ ուներ ապրելու համար, այսքան ամբողջ 100% իր փողի։ Եվ ուրեմն այս տոկոսային առումով դրա համար Հիսուսը նշում է, որ ամենաշատը տվեց այս կինը։ Ասպայս արտառոց է դարձնում նրա նվերը, թեև դրամական արժեքը չնչին էր, այս պատմությունը խոր դաս է այն մասին, թե ինչպես տեղաբաշխել ունեցած ռեսուրսները, Աստծո գործին նվիրաբերելը Աստծո հետ հարաբերությունների անբաժան մասն է։ Անկախ հոգևոր առաջնորդների գործողություններից, տաճարի կրոնական ղեկավարությունը կաշառակերության մեջ էր, բայց Հիսուսը այնուամենայնիվ չի ասում, որ հարկավոր է հրաժարվել նվիրատվություն անելուց։ Կայափան, Աննան, դրանք կաշառակեր մարդիկ էին։ Նույնիսկ մեկ օր կամ 2 օր առաջ ինքը Հիսուսը անձամբ մաքրեց բակը, քշեց առևտուրանողներին եւ ասեց, որ դուք ավազակների բույն եք սարքել Աստծո տաճարը։ Այսինքն այլ խոսքերով ասած, նա ղեկավարներին, այդտեղ ծառայողներին կոչում էր ավազակ, ավազակ ինչ է անում, թալանում է։ Ուրեմն չնայած սրան, այնուամենայնիվ Հիսուսը չնայած գիտեր այդ մասին, բայց գովում է այս կնոջը, ասում է ճիշտ արեց, Աստծո գործին տվեց իր վերջինը։ Ճիշտ է, առաջնորդները սրբազան պատասխանատվություն են կրում պաշարները Աստծո կամքին համապատասխան օգտագործելու համար, բայց եթե նույնիսկ նրանք այդպես չեն վարվում, Աստծո գործի համար զոհաբերողներն այնուամենայնիվ օրհնվում են, ինչպես այս կինը։ Մյուս կողմից դասանորդը կամ ընծաները հետ պահել, քանի որ ղեկավարներն անընդունելի ձևով են վարվում դրանց հետ, նշանակում է, որ ձեր ընծայելը կապված են նրանց գործողությունների հետ եւ ոչ թե Աստծո հանդեպ երախտագիտության։ Մենք Աստծո տալիս ենք ինչի համար, որտեղ երախտագետ ենք, մենք վերադարձնում ենք նրան այն ամենը, ինչ որ պատկանում է իրեն։ Որքան էլ գայթակղիչ լինի այդպես վարվելը, դա սխալ է եւ անտրամաբանական։ Այսինքն իրենց գործերի համար պատասխան են տալու Աստծո առաջ։ Իհարկե, եթե մենք ունենք փաստեր, ես մի անգամ նշել եմ, նորից եմ նշում։ Եթե եկեղեցու անդամ կամ մի որևիցե այլ մեկը ունի փաստեր, ասենք թե մարդը գանձապահ է այդտեղ աշխատում,
հաշվապահ եւ փաստեր ունի, որ գողանում են այս մարդիկ փողից։ Իհարկե ինքը հանգիստ կարող է դա բացահայտել եկեղեցու առաջ եւ համապատասխան քայլեր անել նրանց հեռացնելու կամ չգիտեմ, բայց եթե փաստեր չկան, նրանց կաշառակերությունը, նրանց թալանչիությունը չի նշանակում, որ ես չպետք է արտահայտեմ իմ երախտագիտությունը Աստծուն։ Հիսուսը ասեց. Աստծունը տվեք Աստծուն, այսինքն Կեսարին Աստծունը Աստծուն։ Գիտեք, փողը եւ իշխանությունը այնպիսի բաներ են, որ շատ ու շատերն են փչացնում։ Միայն եզակի մարդիկ են, որ մաքուր են մնում, նույնիսկ եկեղեցիների ղեկավարների մեջ։ Բայց դա չի նշանակում, որ Աստծո գործը չպետք է գնա առաջ։ Էլեն Ուայթը գրում է, որ երբ որ մենք սրտանց տալիս ենք Աստծո գործի համար, Աստված անպայման դրանք օգտագործում է իր գործը առաջ տանելու համար, ուրիշների փրկության համար։ Ուրեմն սա ինչ դաս է մեր համար, որ մենք Աստծուն դասանորդը կամ նվիրատվությունը տալիս ենք երախտապարտ սրտից շնորհակալություն ասելով Աստծուն, եւ դա ոչ մի կապ չունի այն մարդկանց հետ, ովքեր ղեկավարում են եկեղեցին։ Միևնույն է, մենք մեր օրհնությունը Աստծուց տանում ենք։ Աստված մեր մեկը դարձնում է 10։ Եվ ես բազմիցս ասել եմ եւ նորից կասեմ, որ դրանում ես համոզվել եմ իմ սեփական օրինակի վրա։ Երբ որ ես դեռ տասանորդ չէի տալի, իմ փողը չէր հերիքում, կամ մեր փողը չէր հերիքում, կարիքի մեջ էին, բայց երբ որ սկսեցի ազնվորեն տասանորդը տալ, մենք օրհնվեցինք։ Այդ օրվանից մենք կարիքի մեջ չենք եղել, որտեղ էլի ասում են, Աստված մեկը դարձնում է 10, կապ չունի, թե այն մարդիկ, ովքեր պատասխանատու են դրա ծախսելու համար ինչպես են ծախսում։ Աստված իր օրհնությունը թափում է մեր վրա։ Երբ որ մենք բողոքում ենք, որ մեր փողը մեզ չի հերիքում, երբ որ մենք բողոքում ենք, որ մենք կարիքի մեջ ենք, կա շատ հեշտ ձև, ուղղակի նվիրաբերեք Աստծուն, որտեղ դա միակ բանն է, որ Աստված ասել է, Աստված ասել է մի փորձեք Աստծուն, բայց դա միակ բանն է, որ ասել է ինձ փորձեք եւ կտեսնեք, թե ինչպես եմ ես երկնքի պատուհանները բացում եւ առատորեն թափում ձեր վրա։ Բայց ցավոք շատ մարդիկ չեն ուզում փորձել եւ այդպես էլ կարիքի մեջ մնում են եւ բողոքում են անդադ, որ իրենք կարիքի մեջ են, չեն վստահում իրենք Աստծուն։ Եվ Աստծո խոսքին չեն հետևում։ Շարունակենք կարդալ Մարկոս 13:1-13 համարները։ Երբ նա տաճարից դուրս էր գալիս, աշակերտներից մեկը նրան ասաց. «Վարդապետ, տես ինչպիսի քարեր ու ինչպիսի շինություններ են»։ Իրոք այդ ժամանակվա տաճարը շատ գեղեցիկ էր, զարմանալի կառույց էր։ Հովսեփոս Ֆլավիոսը նշում է, որ համալիրի հարավային կողմում գտնվող թագավորական սյունասրահը բաղկացած էր 162 սյուներից, որոնցից յուրաքանչյուրը կարող էին գրկել ձեռքի տված 3 մարդ։ Բայց Հիսուսը նրանց ասում է, որ այս ամենը պիտի քանդվի։ Հիսուսն ասաց նրանց. «Տեսնում ես այդ մեծ շինությունները, այստեղ քարը քարի վրա չի թողնվելու, ամեն ինչ պիտի քանդվի»։ Կարդանք Էլեն Ուայթի դահերի փափագրքից էջ 771։ Ինչ էր մտածում շինարարների կողմից անարգված այն պահին, երբ նայում էր տաճարի պերճությանը։ Նրա առջև իրոք հիասքանչ տեսարան էր, բայց նա տխուր ասաց. «Ես տեսնում եմ այդ ամենը, դա իրոք հրաշալի կառույց է։ Դուք ուզում եք ասել, որ այն անհնար է փլուզել, բայց լսեք իմ խոսքերը, որ օր կգա, երբ այստեղ քարը քարի վրա չի թողնվի, որ չքանդվի»։ Եվ իրոք այս կանխատեսումը
իրագործվեց։ Մենք գիտենք, որ 70 թվականին Տիտոսը հարձակվեց եւ քարուքանդ արեց եւ ամբողջ Երուսաղեմը եւ տաճարը։ Ընդ որում ինքը չէր ուզում դա անել, ամեն ձևով ուզում էր այդ գեղեցիկ կառույցը պաշտպանել եւ հրամայել էր, որ ձեռք չտան այդ կառույցին, բայց զինվորները այնքան էին կատաղել, որ այսինքն հրեաների դիմությունից, որ նրանք արդեն մոռացան կամ չլսեցին նրա հրամանին եւ վառեցին այդ տաճարը։ Կրակենետերով կրակեցին եւ կրակը բռնկվեց եւ ամբողջ տաճարը սկսեց վառվել եւ այդպիսով Աստծո մարգարեությունը իրականացավ, քարը քարի վրա չմնաց։ Շարունակենք կարդալ 3-րդ համարից։ Մինչ Հիսուսը նստած էր Ձիթենիաց լեռան վրա տաճարի դիմաց, Պետրոս, Հակոբ, Հովանես ու Անդրեաս նրան առանձին հարցրին. ասա մեզ, երբ են դրանք լինելու եւ որն է լինելու այն նշանը, որ կազդարի այդ բոլոր բաների կատարումը։ Այդժամ Հիսուսը սկսեց նրանց ասել. զգուշացեք, որ ոչ ոք ձեզ չխաբի։ Շատերը իմանով կգան ու կասեն. ես եմ Քրիստոսը, եւ շատերին կմոլորեցնեն, երբ լսեք, որ պատերազմներ են լինելու կամ պատերազմներ են նախապատրաստվում, մի խռովեք, որտեղ դրանք պետք է լինեն, բայց դեռ վերջը չէ, որտեղ ազգը ազգի դեմ կելնի, թագավորությունը թագավորության դեմ, տեղ առտեղ երկրաշարժեր կլինեն, սով ու խռովություններ կլինեն, սակայն սրանք նեղությունների սկիզբն են, բայց դուք զգուշացեք ձեր կյանքի համար, ձեզ դատարաններ կհանձնեն, ժողորաններում ծեծի կենթարկվեք, իմ պատճառով կուսակալների ու թագավորների առաջ կտարվեք, իմ մասին նրանց վկայություն տալու։ Նախ ավետարանը պետք է քարոզվի բոլոր ազգերին, երբ ձեզ տանեն դատարան հանձնելու կանխավ մի մտահոգվեք, թե ինչ եք խոսելու, այլ այդ պահին, ինչ որ ձեզ տրվի, այդ ասեք, որտեղ դուք չէ, որ պիտի խոսեք, այլ Սուրբ Հոգին։ Եղբայրը եղբորը մահվան կմատնի, հայրը որդուն, զավակները ծնողների դեմ կելնեն եւ նրանց կսպանեն։ Եվ իմ անվան պատճառով բոլորը ձեզ կատեն, սակայն ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Ուրեմն, երբ որ աշակերտները հարցնում են տաճարի քանդելու մասին, Հիսուսը ոչ միայն դրա մասին է խոսում, այլ նաև աշխարհի վերջի մասին։ Եվ իրենց տալիս է պարզ նշաններ, թե դրանից առաջ ինչպես կիմանան, թե երբ է դա լինելու։ Այսքան կոնկրետ չի ասում, որտեղ մի այդտեղ ասում է ոչ ոք բացի հորից չգիտի այդ օրվա մասին։ Ուրեմն չնայած խառնաշփոթ ժամանակ է լինելու, բայց Աստծո ժողովուրդը չպետք է վախենա տեղի ունեցող խառնաշփոթությունից ու փորձություններից, նրանք պետք է զգոն լինեն, քանի որ Աստծո Հոգին նրանց կուղեկցի այդ բոլոր դժվարությունների միջով։ Եվ ինչպես կարելի է զգոն լինել։ Տեսեք, Հիսուս ասում է, որ շատ կեղծ մարգարեներ կգան եւ կխաբեն, կամ Քրիստոսներ սուտ։ Ինչպես մենք կարող ենք իմանալ մարգարեն կեղծ է, թե չէ, Քրիստոսը սուտ է, թե չէ։ Երբ որ կարդանք Աստվածաշունչը, Աստվածաշունչում պարզ նկարագրում է, թե ոնց է գալու Քրիստոսը երկրորդ անգամ, եւ նաեւ եթե այդ կոչեցյալ մարգարեն խոսում է բաներ, որ բոլորովին չի համապատասխանում Աստվածաշունչին, ուրեմն նա կեղծ մարգարե է, այլ ոչ թե ճշմարիտ։ Եվ ինչպես կիմանանք, որ դա համապատասխան է Աստվածաշունչին, թե ոչ, շատ պարզ։ Մենք պետք է կարդանք եւ ծանոթ լինենք Աստվածաշունչին, որպեսզի հասկանանք, իմանանք, արդյոք այս մարդը ճիշտ բաներ ասում, թե սխալ։ Շարունակենք կարդալ Մարկոս 13-րդ գլուխը 14-ից 18 համարները։ Ու երբ տեսնեք ավերածության պղծությունը, որի մասին ասել է Դանիել մարգարեն,
որ կանել է այնտեղում ուր չպետք է լինի այն ժամանակ ովքեր իրաստանում լինեն թող սարերը փախչեն ով տանեքի վրա լինի թող չիջնի եւ մի բան վերցնելու համար տուն չմտնի ով արտում լինի թող իր վերարկուն վերցնելու համար հետ չդառնա բայց վայ հղիներին ու ստնտուների օրերին աղոթեք որ ձեր փախուստը ձմեռ ժամանակ չլինի եւ նաեւ մի այլ տեղում ասում են շաբաթ օրը չլինի ուրեմն ինչ ենք մենք այստեղ տեսնում Հիսուսը նախորդ զգուշացնում է ասում է երբ որ տեսնեք որ շրջապատել են ձեզ փախչեք սարերը բայց ինչպես փախչեն երբ դեռ շրջապատված են ուրեմն Աստված պատուհան բացեց իրանց փախուստի համար ինչ որ բան պատահեց եւ այդ զորքերը քաշվեցին գնացին բայց քրիստոնյաները չխաբնվեցին իրենք հասկացան որ սա ուղղակի պատուհան է որ բացվել է մեզ համար եւ անմիջապես փախան սարերը եւ ոչ մի քրիստոնյա չկործանվեց, չմեռավ, երբ որ այս զորքերը հետ եկան հետո եւ ինչպես քիչ առաջ ասեցինք կործանեցին եւ քաղաքը եւ տաճարը այսինքն ոչ մի ժամանակ չպետք է կորցնեք նույնիսկ անհրաժեշտ իրեր վերցնելու համար, որտեղ վտանգը այդքան մեծ է։ Շարունակենք կարդալ։ Տասնինը համարից, որտեղ այդ օրերին կլինեն այնպիսի նեղություններ, ինչպիսի կառաջագործության սկզբից մինչև հիմա չեն եղել եւ ոչ էլ կլինեն։ Եվ եթե Տերը այդ օրերը չպակասեցներ, ոչ ոք չէր փրկվի, սակայն ընտրյալների համար, որոնց ընտրեց, այն օրերը կարճացրեց։ Եվ այն ժամանակ, եթե մեկը ձեզ ասի, ահա այստեղ է Քրիստոսը կամ ահա այնտեղ է, չհավատակ, որտեղ կհայտնվեն սուտ Քրիստոսներ ու սուտ մարգարեներ, որոնք նշաններ ու հրաշքներ ցույց կտան, որպեսզի մոլորեցնեն, եթե հնարավոր լինի նույնիսկ ընտրյալներին։ Բայց դուք զգուշ եղեք, ահա նախապես ձեզ ամեն ինչ ասացի։ Ուրեմն, ինչպես գիտենք, նշել ենք, որ հալածանքները Հիսուս երբ որ խոսում է հալածանքների մասին, խոսքը գնում է իրենից հետո այն հալածանքները, որ լինելու է, եւ մենք գիտենք, որ 1260 տարիների ընթացքում սկզբում հեթանոց Հռոմը, հետո կաթոլիկ Հռոմը հալածում էր քրիստոնյաներին, բայց այսինքն նրանք, ովքեր հավատարիմ մնացին Աստծուն, կաթոլիկ Հռոմը նույնիսկ չէր թողում, որ մարդիկ Աստվածաշունչ ունենային կարդային, չէր ուզում, որ դրանք թարգմանվեր Աստվածաշունչը, որ մարդիկ ճշմարտությունը չունենային, միայն լատիներեն լսեին, որ չէին հասկանում, եւ իրենք ոնց ուզենային մեկնաբանային, ինչ ուզենային անեն եւ փող աշխատեին այդ հողի վրա, եւ բայց կային մարդիկ, Աստծո մարդիկ, ովքեր չվախենալով նրանց հալածանքներից Աստծո գործը արեցին, թարգմանեցին Աստվածաշունչը, մարդկանց հասցրեցին ճշմարտությունը եւ շատ մարդիկ իմացան եւ փրկվեցին եւ վերջապես տեղի ունեցավ ռեֆորմացիան, երբ որ 1798 թվականին, երբ որ Նապոլեոնը ուղարկեց իր գեներալին, որպեսզի գերիվեցնի Հռոմի պապին, եւ այդ օրվանից վերք ստացավ այս գազանը, այսինքն կաթոլիկ եկեղեցին նկարագրում է որպես գազան, Դանիելում մենք այս մասին ուսումնասիրել ենք արդեն։ Ճիշտ է, հետո նրա իշխանությունը վերականգնվել, ինչպես տեսնում ենք այս օրերին, Քրիստոսից գալուց առաջ,
Աստվածաշունչը ասում է, որ նրանց իշխանությունը վերականգնվելու է, նրանց ուժը, եւ մենք տեսնում ենք մեր աչքերով այդ օրերը, ինչ որ կատարվում է, բայց այն ժամանակ սկսեց ռեֆորմացիան եւ այդ հալածակները կանգնեցվեցին։ Ուրեմն, իրոք, ինչպես 13-րդ գլխի 20 համարը ասում է, որ հալածանքի ժամանակը կարճանա հանուն Աստծո ժողովրդի, այդպես էլ պատահեց։ Բողոքական բարենորոգչությունից հետո հալածանքների կրակը թուլացավ, կրճատելով նեղությունների տևողությունը։ Սակայն այս փոքր եղջյուրի իշխանությունը կրկին վերելք է ապրելու, ինչպես նոր ասեցինք, ինչպես այդ մասին վկայում է Հայտնություն 13-րդ գլխի մարգարեությունը։ Ուրեմն Մարկոս 13:21-23-ում Հիսուսը նախազգուշացնում է մեկ այլ սպառնալիքի կեղծ մարգարեների եւ կեղծ քրիստոսների մասին, որոնք կհայտնվեն իր վերադարձից անմիջապես առաջ։ Հիսուսը զգուշացնում է իր հետևորդներին, որ զգուշանան նրանցից։ Ասում է, բայց դուք զգույշ եղեք, ահա նախապես ձեզ ամեն ինչ ասացի։ Այն ժամանակ, երբ Հիսուսը նախազգուշացրեց կեղծ քրիստոնյաների մասին, իր շարժումը նոր էր միայն սկսվում, եւ այնուամենայնիվ նա կարողացավ այնպիսի զարմանալի կանխատեսում անել, որն իրականացավ։ Շարունակենք կարդալ 13-րդ Մարկոս 13-րդ գլխի 24-32 համարները։ Բայց այդ օրերին, այդ նեղություններից հետո արեգակը կխավարի լուսինը լույսի չի տա, աստղերը երկնքից կընկնեն ու երկնային զորությունները կսասանվեն, այն ժամանակ կտեսնեն մարդու որդին, որ գալիս է ամպերի վրայով, մեծ զորությամբ ու փառքով, այն ժամանակ նա կուղարկի իր հրեշտակներին ու կհավաքի իր ընտրյալներին 4 կողմերից երկրի ծայրից մինչև երկնքի ծայրը։ Բայց դա սարեք թզենու օրինակից, երբ նրա ճյուղերն արդեն փափկում են ու տերևներն արձակում, իմանում եք, որ ամառը մոտ է, այդպես էլ դուք, երբ տեսնեք, որ այս ամենը տեղի ունենում, իմացեք, որ վերջը մոտեցել է։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մինչ այս սերունդը ապրում է, այս ամենը տեղի կունենա, երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։ Սակայն այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի, ոչ հրեշտակները երկնքում, ոչ էլ որդին, այլ միայն Հայրը։ Հիսուսը միայն խորհուրդ է տալի, ասում է, զգույշ եղեք, արթուն մնացեք ու աղոթեք, որովհետև չգիտեք, թե ժամանակը երբ է գալու։ Ինչպես այն մարդը, որ հեռու աշխարհ գնալիս իր տունը կթողնի, իր ծառաներին իշխանություն կտա, յուրաքանչյուրի համար իր գործը կսահմանի, իսկ դռնապանին կհրամայի, որ արթուն մնա, արթուն կացեք, քանի որ չգիտեք, թե տանտերի երբ կգա, երեկոյան թե կես գիշերին, ակրորականչին թե առավոտյան, չլինի թե հանկարծակի գա եւ ձեզ քննած գտնի։ Եվ ինչ որ ձեզ ասում եմ, բոլորին եմ ասում, արթուն կացեք։ Ուրեմն այստեղ նկարագրվում է, երբ որ մյուս զուգահեռ համարները կարդանք Ղուկասում եւ Մատթեոսում, այստեղ նկարագրվում է Քրիստոսի փառքով վերադարձը, որին նախորդում են արևի լուսնի եւ աստղերի հետ կապված նշանները։ Նոր կտակարանելի է այս ուշագրավ իրադարձությունը մատնանշող մարգարեություններով։ Պողոս առաքյալը մանրամասն նկարագրում է այդ իրադարձությունը առաջին Թեսաղոնիկեցիս 4:13-18 համարներում։ Կարդանք այդ համարները առաջին Թեսաղոնիկեցիս 4:13-18 համարներ։ Չենք կամենում եղբայրներ, որ ննջեցյալների մասին անտեղյակ լինեք ու տրտմեք, ինչպես ուրիշները, որ հույս չունեն։ Որովհետև եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ ու հարություն առավ, այդպես էլ Աստված Հիսուսով ննջեցյալներին կյանքի կբերի նրա հետ։ Ահա Տիրոջ խոսքի հիման վրա սա ենք ասում ձեզ, թե մենք ողջերս, որ կմնանք մինչև Տիրոջ գալուստը, ննջեցյալներից առաջ չենք անցնի, քանի որ Տերը ինքը հրամանեազարարմամբ, հրեշտակապետի ձայնով ու Աստծո փողի հնչմամբ երկնքից ցած կիջնի եւ Քրիստոսով մեռածները նախ հարություն կառնեն, եւ հետո մենք ողջերս, որ մնացել ենք նրանց հետ միասին,
ամպերի մեջ կհափշտակվենք Տիրոջ դիմավորելու եւ այդպես ամեն ժամ Տիրոջ հետ կլինենք։ Ուրեմն միմյանց մխիթարեք այս խոսքերով։ Այս մասին Պողոսը գրում է նաեւ Կորինթացիներին 15 գլխի մեջ հիսուն համար ասում է. Ահա մի խորհուրդ եմ հայտնում ձեզ, ոչ բոլորս ենք ննջելու, բայց որս էլ նորոգվելու ենք։ Հանկարծ մի ակնթարթում վերջին շեփորի հնչման ժամանակ, որտեղ շեփորը կհնչի, ու մեռելներն անապականելի հարություն կառնեն եւ մենք կփոխակերպվենք։ Որովհետև այս ապականացու մարմինը պետք է որ անապականությամբ զգեստավորվի եւ այս մահկանացու մարմինը անմահությամբ, եւ երբ այս ապականացու մարմինը անապականությամբ զգեստավորվի եւ այս մահկանացու մարմինը անմահությամբ, այդ ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրված է. մահը հաղթության մեջ ընկղմվեց, ով մահ, ուր է քո հայտոցը, գերեզման, ուր է քո հաղթությունը։ Ուրեմն այստեղ խոսում է հարության մասին, եւ որ ինչպես Քրիստոսը հարություն առավ նոր մարմնով, փառավոր մարմնով, այնպես էլ նման մարմին կտա իրեն հավատացողներին, ինչպես գրված է Փիլիպպեցիս 3-րդ գլխի վերջին համարում, կարդանք Փիլիպպեցիս 3 գլուխ 20-21 համարները, բայց մեր բնակությունը երկնքում է, այնտեղից էլ սպասում ենք Փրկչին։ Բազմաթիվ տեղեր ավետարանի մեջ ասում է, որ Հիսուսը գալու է երկնքից։ Մենք այս թեման արդեն ուսումնասիրել ենք։ Եվ 21 համար, ուրեմն սպասում ենք Փրկչին Տեր Հիսուս Քրիստոսին, ով մեր խոնար մարմինը պիտի նորոգի եւ իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնի այն զորությամբ, որ ամեն ինչ հնազանդեցնում է իրեն։ Այսինքն շատերը որ ասում են ինչ որ անմարմին հոգի կա, որը սավառնում է եւ այլն եւ Աստծո հետ այդ վիճակում են ապրել ինչ որ անմարմին հոգին, դա բոլորին չի հավատացվում Աստվածաշնչին։ Աստվածաշունչը ասում է, որ ապականացու մարմինը կհարքնի անապականություն եւ այստեղ ասում է Հիսուս ասում է մեր խոնար մարմինը, մեղավոր մարմինը պիտի նորոգի։ Երբ որ հարություն առնենք, այս մեղավոր մարմնով չենք լինելու, ասում է իր փառավոր մարմնին կերպարանակից կդարձնի։ Փառավոր, բայց ելի մարմին է։ Երբ որ ինքը նորից կրկնենք այս մասը, երբ որ ինքը հարությունից հետո երևաց իր աշակերտներին, նրանք վախեցան, իմացան, թե իրենց առջև ինչ որ ոգի է, ինքը ասեց ձեռք տվեք ինձ, ես ոգի չեմ, կամ ինչպես ասում են հոգի, անյութ, ասում է ձեռք տվեք ինձ, ես մարմին ու ոսկոր ունեմ, այսինքն եւ նույնիսկ նրանց ասեց ինձ ուտելիք տվեք, ուտեմ, տեսեք, որ ես մարմին եմ, փառավորված մարմին եմ, բայց մարմին, եւ տվեցին ձուկ եւ մեղրախորիսկ եւ ինքը կերավ դրան եւ իրենք համոզվեցին, որ սա Հիսուսն է, բայց փառավորյալ մարմնով։ Եվ ուրեմն մենք էլ փառավորյալ մարմին կունենանք, ասում է կտած ես իր փառավորյալ մարմնի պես։ Պետրոսը նույնպես նկարագրում է այդ մեծ օրը, երկրորդ Պետրոս 3 գլխի 3-ից 13 համարները, երկրորդ Պետրոս 3-րդ գլխի Սիրելիներ, առաջին համարից։ Այս արդեն երկրորդ նամակն եմ ձեզ գրում, որ դրանցով հիշեցնելով ուրեմն երրորդ համարից։ Բայց նախ այս իմացեք, որ վերջին օրին կգան ծառողներ, որոնք ըստ իրենց ցանկությունների պիտի բարվեն եւ պիտի ասեն ուր է նրա գալստյան խոստումը, քանի որ այն ժամանակից ի վեր երբ հայրերը վախճանվեցին ամեն բան աշխարհի արարչության սկզբից նույնն է մնում։ Այդ բանը պնդելով ցանկանում են մոռանալ, որ Աստծո խոսքով վաղուց ի վեր կային երկինքն ու երկիրը եւ երկիրը
ջրից անջատվեց, նրա վրա հաստատվեց, դրա համար այն ժամանակվա աշխարհը ջրերով կորսվեց, իսկ այժմ երկինքն ու այս երկիրը նույն խոսքով պահվում են դատաստանի կրակի եւ ամբարիշտ մարդկանց կործանման համար։ Այս մեկը եւս ձեզանից Աստված թող չլինի սիրելիներ, որ Տիրոջ համար մեկ օր 1000 տարվա պես, իսկ 1000 տարին մեկ օրվա պես Տերը խոստումը չի ուշացնում, ինչպես ոմանք կարծում են, թե ուշացնում է, այլ մեր նկատմամբ համբերատար է, որտեղ չի ցանկանում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ որ բոլորն էլ ապաշխարության գա։ Բայց Տիրոջ օրը գողի պես պիտի գա, այսքան հանկարծակի, այդ ժամանակ երկինքը շարաչյունով պիտի անցնի, իսկ երկնային մարմինները հրով կիզված պիտի քանդվեն եւ երկիրն ու նրա վրա եղած գործերն էլ պիտի այրվեն։ Քանի որ այս ամենը պիտի քանդվի, դուք սուրբ եւ աստվածապաշտ վարքի մեջ ինչպիսին պիտի լինեք, սпасելով եւ ճանալով հասնել Տիրոջ գալստյան օրվան, եւ երկինքը կրակով բռնված պիտի քանդվի եւ երկնային մարմինները հրկիզվելով պիտի լուծվեն։ Բայց մենք նրա խոստման համաձայն նոր երկինքի ու նոր երկրի ենք սպասում, որոնց մեջ արդարություն է բնակվում, ինչու որտեղ արդար թագավոր ենք ունենալու Հիսուս Քրիստոսի։ Ուրեմն նաև հայտնության մեջ մենք գիտենք, հայտնություն 1:7-ում ասում է ամեն աչք նրան կտեսնի եւ բազմաթիվ տեղեր կա Աստվածաշունչ Հիսուսի գարստի մասին եւ նաև 5 կտակարանում եւ նոր կտակարանում կա Հիսուսի երկրորդ գալուստի մասին, փառավոր գալուստի մասին։ Ուրեմն երբ որ Հիսուս ասում է այս սերունդը, արտահայտությունը ամենայն հավանականությամբ վերաբերվում է առաջին դարի սերնդին, որը տեսավ Երուսաղեմի կործանումը, որտեղ այդ մասում ինքը խոսում է եւ Երուսաղեմի կործանման մասին, եւ իր երկրորդ գալուստի մասին։ Ինչի մասին խոսում է Մարկոս 13:30 համարում։ Սակայն Մարկոս 13:32-ում խոսվում է Քրիստոսի երկրորդ գալուստի մասին, որը դեռևս ապագայում է եւ առաջին դարի դեպքերի համեմատ ավելի հեռավոր իրադարձություն է։ Հետևաբար Մարկոս 13:32-ում օգտագործվում է դա բառը, խոսելով այն իրադարձությունների մասին, որոնք ավելի հեռու են առաջին դարից։ Վերջում կարդանք նորից դարերի փափագից Էջ 770։ Որովհետև մենք չգիտենք նրա գալստյան ճշգրիտ ժամը, մեզ հրամայված է արթուն մնալ։ Ղուկաս 12:37 ասում է Երանի այն ծառաներին, որոնց արթուն կգտնի Տերը, երբ գա։ Տիրոջ ծառաները պարապ նստած չեն սպասում նրա գալստյանը, այլ կոչ են անում մարդկանց վախենալ Աստծուց եւ նրա դատաստաններից, օգնում են գիտակցելու նրա ողորմության պարգևը մերժելու մեծ մեղքը։ Որովհետև Աստված փրկության պարգևը առաջարկում է բոլորին, ոչ մեկի համար դա անհնարին մի բան չի, Աստված հնարավոր է դարձել դա բոլորի համար։ Երբ որ մարդը հրաժարվում է այդ պարգևը ընդունելուց, մեղքը միայն իր վրա է։ Աստված ամեն ինչ արել է, որ այդ մարդը փրկվի, բայց այդ մարդը ուղղակի չի ուզում։ Եվ մենք պետք է նորից ու նորից խոսենք այդ մասին, դրդենք մարդկանց, որ ճիշտ որոշում կատարեն իրենց կյանքում, իրենց հավիտենական փրկության համար։ Տիրոջը սպասողները ճշմարտության հնազանդվելով սրբում են իրենց հոգիները համատեղելով լուրջ աշխատանքը մշտական արթնության հետ, գիտակցելով, որ Տերն արդեն դռներին է, նրանք էլ ավելի եռանդուն են համագործակցում երկնային գործակալների հետ հոգիների փրկության աշխատանքում։ Երբ որ ասում ենք հոգիներ, նկատի չունենք ինչ որ անյութ մարմիններ, ոչ։ Հոգիներ դրանք մարդիկ են, մենք շատ ենք ասել, որ ասում ենք քանի հոգի կա այնտեղ, ասում են 10 հոգի, նկատի չունենք անյութ հոգիներ, այլ հոգի, մարդ, կենդանի մարդ։ Գիտակցելով, որ Տերն արդեն դռներին է, նրանք էլ ավելի եռանդուն են համագործակցում երկնային գործակալների հետ հոգիների փրկության աշխատանքում, սրանք այն իմաստուն եւ հավատարիմ ծառաներն են, որ
ժամանակին կերակուրեն տալիս Տիրոջ գերդաստանին, ինչպես գրված է Ղուկաս 12:42-ում։ Նրանք հռչակում են այն լուրը, որ հատկապես ուղղված է ներկա սերնդին, ինչպես Ենոքը, Նոյը, Աբրահամը ու Մովսեսը հռչակում էին ճշմարտություն իրենց ժամանակվա համար, այնպես էլ Քրիստոսի ծառաները կհռչակեն նախազգուշացման լուրն իրենց ժամանակակիցների։ Աստված օրհնի մեզ, որ մենք լինենք այս հռչակողներից մեկը, որ մենք մեր բերանը ջուր չառնենք եւ նստենք։ Դրա համար մենք հետո պատասխան ենք տալու Աստծո առաջ։ Հիսուսին սпасել չի նշանակում բերանը ջուր առած նստել, այլ մարդկանց զգուշացնել, համոզել, խնդրել, որ նրանք կարդան Աստվածաշունչը, որ նրանք իրենց աչքերով համոզվեն, թե որն է ճշմարտությունը եւ որպեսզի հնարավորություն ունենան ճիշտ ընտրություն անելու։ Աստծո խոսքը ասողները չեն ասում կուրորեն հավատացեք մեր խոսքերին բոլորովին, այլ համոզում են մարդկանց, որ Աստվածաշունչը կարդան, ճշմարիտ աստվածաշնչյան ճշմարտությունը իմանան, այլ ոչ թե այն, ինչ որ քարոզում են մարդիկ, ինչը բոլորովին չի համապատասխան Աստվածաշնչին եւ շատերը մոլորության մեջ են ընկնում այդ պատճառով։ Եվ շատ մարդիկ հնարավորություն ունեն Աստվածաշունչ ուսումնասիրելու, բայց իրենց ձեռք է տալիս, որ մարդկանց ստերը լսեն եւ իրենք իրենց խաբեն, բայց հետո սարսափելի ձևով հիասթափվելու են եւ հուսահատվելու են, երբ որ կանեն Հիսուսի դատաստանի առաջ։ Թող Աստված բազմապատկի մեր ուժերը եւ բազմապատկի այն մարդկանց, ովքեր գիտեն ճշմարտությունը, բայց ոչ թե լռում են, այլ ավետում են այն իրենց շրջապատողներին, իրենց սիրելի մարդկանց, բոլոր նրանց, ում հանդիպում են իրենց ճանապարհին, թե իրենց խոսքով, թե իրենց գործով։ Աստված տա, որ մենք այդ մարդկանցից մեկը լինենք, թող Աստված օրհնի մեր հաջորդ շաբաթվա բոլոր օրերը, որպեսզի մենք իր հանձնարարած գործը կատարենք մեծ սիրով։ Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։